Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան, YouTube-յան ալիքի մասնակիցներ, ողջունում եմ ձեզ բոլորիդ, այսօր մարտի 27-ն է, մենք շարունակում ենք մեր աշխատանքը, դուք գիտեք, մենք հանդիպում ենք գրեթե ամեն օր, մեկ-մեկ լինում են դադարներ, օրինակ երեկ մենք չենք հանդիպել ձեզ հետ, դա կապված էր մեկ փաստի հետ շատ կարևոր մեզ բոլորիս համար մեզ աշխատանքում դա կապված է նրա հետ որ ես լինում եմ առանձին օրերին շատ զբաղված դուք գիտեք Հայաստան գալիս են տարբեր պատվիրակություններ տարբեր երկրների տարբեր մակարդակի ու ինձ հաճախ հրավիրում են այս հանդիպումների անչափ կարևոր են այդ հանդիպումները քանի որ պաշտոնյաները փորձագետները, որոնք գալիս են Հայաստան տարբեր երկրներից, ոչ միայն եվրոպական երկրներից, Միացյալ Նահանգներից, նաև այլ երկրներից, իրենց շատ է հետաքրքիր ինչ են մտածում փորձագետները Հայաստանի։ Ու պարզ է, երբ որ իրանք հրավիրում են, ճիշտ է գնալ, ճիշտ է բացատրել զարգացումները, ճիշտ է ներկայացնել ռեալությունները, էտել հաշվի առնելով ինչքան հետաքրքրությունը բարձր է այն խաղաղության պայմանագրի նախագծի նկատմամբ, որը կա աշխարհում։ Օրինակ, 2 օր առաջ ես մասնակցել եմ շատ կարևոր քննարկմանը, որը կազմակերպեց շատ հայտնի վերլուծական կենտրոնը, Ռոնդելի կենտրոնը Վրաստանից։ Ու այդ քննարկմանը մասնակցել էին բարձրագույն փորձագետներ ոչ միայն Վրաստանից, նաև Եվրոպայից, Միացյալ Նահանգներից եւ դիվանագետներ տարբեր երկրների։ Ինչու այն process-ները խաղաղության պայմանագրի հետ կապված, որոնք հիմա գնում են Հայաստան ու Ադրբեջանի միջև, հուզում են շատերին, նաև այդ թվում Վրաստանին, քանի որ դա առնչվում է Հարավային Կովկասի անվտանգության հետ։ Ուրեմն ուզում եմ ասել, որ մենք շարունակում ենք մեր ամենօրյա ռեժիմով աշխատանքը, այսօր նորից կրկնում եմ, մարտի 27-ն է։ Ես պետք է ասեմ, որ այսօր մենք ձեզ հետ կխոսենք այն բանակցությունների մասին, որոնք վարում էին Սաուդյան Արաբիայում Միացյալ Նահանգները Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ այս ձևաչափ ընտրվեց այդ բանակցությունները ինչ որ արդյունքներ տվեցին անպայման պետք է ասեմ քանի որ շատ ու շատ տարեր այնտեղ հնչող քննարկող առնչվում են մեր հետ այսօր ես կխոսեմ պարզ է դրական օրինակների մասին քայլերի մասին որոնք անում են Սփյուռքահայությունը Հայաստանը անպայման դրա մասին կխոսեմ կարևորության մասին հերախոսազանգի Նիկոլ Փաշինյան Մարկո Ռուբիո նաև Մարկո Ռուբիո անմիջապես հետո այդ հերախոսազրույցից ընդունեց Ֆիդանին Հական Ֆիդանյա դա արտգործնախարարն է Թուրքիայի իրեն ընդունեց Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում տեսակ ինչքան կարևոր էր որ Միացյալ Նահանգները խոսեցին Նիկոլ Փաշինյանին հետ հերախոսազրույց ունեցան միջև հանդիպում Ֆիդանի ակնհայտ է իրենց պետք էր իրենց համար շատ կարևոր էր ստանալ Հայաստանի կողմից ինֆորմացիա մի քանի խոսք ես կասեմ այն process-ի մասին, որը բարեբախտաբար ավարտվեց, պսակվեց նրանով, որ ընդունվեց այն օրենքը երկրորդ ընթերցմամբ, որի համաձայն Հայաստանը սկսում է իր շարժը, իր քայլերը դեպի եվրոինտեգրացիա, դեպի անդամակցություն, պարզ այդ երկար ճանապարհ է, մեծ աշխատանք պետք է մենք կատարենք, բայց ինքը փաստը, որ ազգային ժողովը այդ օրենքը ընդունեց, ի վերջո անչափ կարևոր փաստ է, ուրեմն մենք այսօր շատ ու շատ բաներ ունենք քննարկելու, Արադ Միրզոյանը գտնվելով Բրազիլիայում փոխանցեց Բրազիլիայի նախագահային հրավերը գալ Հայաստան
Բրազիլիան պարզը ինչ որ ժամանակ հետո կհաստատի այդ հնարավոր այցելությունը ուրեմն զարգացումները գնում են բավական լարված է վիճակը Հայաստանի ներսում եւ Գյումրիում ընթացող ընտրությունների հետ կապված ցանկացած ընտրական process դա ծանր քաղաքական process է լարվածությունը մեծանում է բացի դրանից ակնհայտ երևում է որ կան ուժեր որոնք արհեստականորեն լարում են վիճակը ամբողջ Հայաստանով մեկ ու առաջերտին Երևանում մենք ունենք խոսելու բաներ այսօր ուրեմն սկսում ենք մեր քննարկումը Սպիտակ տունը հայտարարեց, որ այս Սաուդյան Արաբիայում ընթացած մարտի 23-ից մինչև 25-ը բանակցությունները Միացյալ Նահանգներ Ռուսաստան, միաժամանակ Միացյալ Նահանգներ Ուկրաինա, այդ բանակցությունները, որոնք ընդհանուրը տևել են 12 ժամից ավել, ավարտվեցին Միացյալ Նահանգները համարում են, որ վատ արդյունք չի, քանի որ պայմանավորվեցին Ռուսաստանի հետ Սև ծովում ռազմական գործողություն չծավալել, պայմանավորվեցին Ռուսաստանի հետ, որ Ռուսաստանը չի խոցի, չի հարվածի Ուկրաինայի էներգետիկայի օբյեկտներին եւ էներգետիկայի ինֆրաստրուկտուրային Դուք գիտեք, միջ այդ բանակցությունները Ուկրաինայի հետ պսակվեցին նրանում, որ Ուկրաինան համաձայնվեց ընդհանրապես զինադադարի հասնել, նո Միացյալ Նահանգները ասում են դա արդյունք է։ Ես անկեղծ ձեզ ասեմ, համարում եմ, որ Միացյալ Նահանգները պետք է պատժեին Ռուսաստանին, սկսեին ուժեղացնել սանկցիոն քաղաքականություն, ինչու։ Եթե Զելենսկին Ուկրաինայի նախագահան համաձայնվեց ամբողջությամբ դադարեցնել ռազմական գործողությունները, Ռուսաստանը չհամաձայնվեց, ուրեմն մերժեց Ռուսաստանը Դոնալդ Տրամպին։ Բայց Դոնալդ Տրամպը բավարարվեց այս ձևի խոստումով, որ Սև ծովում եւ չեն լինեն ռազմական գործողություն Ռուսաստանի կողմից եւ որ Ռուսաստանը չի խոցի, չի հարվածի էներգետիկան Ուկրաինայի։ Այո, ճիշտ են ասում, որ Տրամպը պրո-պուտինյան ամերիկյան նախագահ է։ Այդ կասկածը բոլորի մոտ կա։ Բայց ցանկացած դեպքում ես պետք է ասեմ, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարը գլխավորում են Սաուդյան Արաբիայում Ռուստեմ Ումերովը։ Պաշտպանության նախարարը Ուկրաինայի գլխավորում էր Ուկրաինայի պատվիրակություն այդ Սաուդյան Արաբիայում ինքը այդքան բացասական չարտահայտվեց արդյունքների մասին ինքը ասում է գլխավորը որ մեր համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ բավական կոնստրուկտիվ է կառուցողական է Զելենսկին պարզ է նշեց մեկ բան որ Ռուսաստանը հրաժարվեց զինադադար հաստատել ամբողջությամբ ինքը հրաժարվեց միայն մասամբ այլ մեծ զինադադարի ինքը դեմ էր Պուտինը ու Զելենսկին նշեց որ ինչքան իրանք գիտեն այն բանակցությունները որոնք ամերիկացիք տանում էին Սաուդյան Արաբիայում միաժամանակ Ուկրաինացիների հետ, հետո ռուսների հետ ինքը ասում է մենք ունենք ինֆորմացիա որ այնտեղ տարածքների հարցը քննարկվում է Այդ Լուգանսկ, Դոնեցկ, Զապորոժիա, Խերսոն դրա մասին քննարկում գնում էր ու Զելենսկի ասեց փաստորեն մեր տարածքների մասին գնում էր քննարկվում առանց մեզ Հիմա բայց փխրուն է իրավիճակը պատկերացնում եք այդ բանակցությունները եղել են 23-ից 25 մարտի 26-ին երկու կողմն էլ հայտարարությունով հանդես եկան որ մյուս կողմը խախտում է պայմանավորվածությունները Օրինակ ուկրաինացիք պնդում են որ Ռուսաստանը շարունակում է հարվածնել հասցնել էներգետիկայի կառուցվածքի վրա Ուկրաինայի դեմ Ռուսաստանը շարունակում է հենց էներգետիկայի օբյեկտները հարվածել Ուրեմն ճիշտ էին այն փորձագետները այն հայտնի մասնագետները
նաև այդ հունքական գործիչները Եվրոպայում, ովքեր ասում են չենք հավատում Ռուսաստանին։ Ռուսաստանը կհաղթի պայմանավորվածությունները։ Նայեք Միացյալ Նահանգների արձագանքը որը կլինի։ Ես ավելին ձեզ ասեմ, շատ կարևոր հայտարարություն արեց Եվրոմիությունը։ Եվրոմիությունը երեք հայտարարությունով հանդես եկավ ու ասեց, որ մենք իգիտություն ենք ընդունում այն փաստը, որ Միացյալ Նահանգները ասեցին, որ վատ չեն անցել այս բանակցությունները ու ձեռք բերվեց ինչ որ արդյունք կա։ Քանի որ Եվրոմիությունը ասում է, մենք ունենք մեծ փորձ, երբ որ Ռուսաստանը ստանձնում էր պարտավորություն ու մյուս օրը խախտում էր։ Տրամպը արձագանքեց, այո, ինքը ակնհայտ է, որ Պուտինի ասածը լսում է, բայց այնուամենայնիվ Տրամպը շատ լավ հասկանում է, որ իր հեղինակությունը հարցականի տակ է դնում հենց Պուտինը, նրանով, որ չի հարգում պայմանավորվածությունները։ Ու Տրամպը ասաց, որ մենք զգում ենք, տեսնում ենք, որ Պուտինը խաղ է տալիս։ Պուտինը ձգձգում է խաղաղության հաստատելու պահը։ Պուտինը, որ չի համաձայնվել ամբողջությամբ զինադադար հաստատել։ Դա վատ նշան չի, որ դա ասեց Տրամպը, բայց այնուամենայնիվ Տրամպը ասեց, Ռուսաստանը մեր առջև դնում է 5-6 խնդիրներ, մենք անպայման կուսումնասիրենք։ Ու այդ խնդիրները դուք գիտեք։ Ռուսաստանը ասում է, այո, ես ուզում եմ խաղաղություն, հետո նախապայմաններ դնում է, որ Ուկրաինան չպետք է մտնի ՆԱՏՕ, որ եվրոպական երկրները, Միացյալ Նահանգները զենք զինամթերք չուղարկեն Ուկրաինա, այս ձևի մեծ թվով նախապայման դնում է ու շատ նման է նրան, ինչ անում է Ադրբեջանը։ Ադրբեջանն էլ աշխարհով մեկ ասում է, մենք ուզում ենք խաղաղություն։ Հետո նույնիսկ համաձայնեցված հայ-ադրբեջանական այդ խաղաղության պայմանագրի տեքստը չի ուզում ստորագրել։ Այ նույնատիպ քաղաքականություն է վարում Ուկրաինայի դեմ Ռուսաստանը։ Շատ լավ է, որ Եվրոպան շարունակում է հետևողական աջակցել Ուկրաինային։ Հիմա պարոն Զելենսկին գտնվում է այսօր Փարիզում։ Զելենսկի Մակրոնի հետ պայմանավորվեցին։ Ֆրանսիան հայտարարեց, որ մեծ աջակցություն է տալիս Ուկրաինային ռազմատեխնիկական մոտավորապես 3 միլիարդ եվրոյի, միջ այդ դուք հիշում եք Գերմանիան հայտարարեց, որ աջակցելու է 7 միլիարդ դոլարի տալիս է։ Մակրոնը ասեց, ոչ ոք չի հարցնի Ռուսաստանի կարծիքը ու կուղարկի խաղաղապահ ուժեր Ուկրաինա։ Ինչ եմ ուզում ասել, Եվրոպան հետևողականորեն սատարում է Ուկրաինային։ Պետք է ասել, որ Փարիզում գտնվում է Զելենսկուն, դա պատահականություն չի, դա ոչ միայն երկկողմ հարաբերությունների մասին է խոսքը, տեսակ նոր ես ասեցի, մեծ աջակցություն Ֆրանսիան տալիս է ռազմատեխնիկական, հերթական Ուկրաինային, բացի դրանից Մակրոնը հրավիրեց Զելենսկուն այլ պատճառով, դուք գիտեք, այսօր սկսվում է շատ կարևոր հանդիպում Ֆրանսիայում, որը կապված է, դա գագաթնաժողով է, որը կապված է այդպես կոչված Coalition of Willing։ Կոալիցիան հիմա ձևավորվում է այն երկրների, ովքեր ուզում են աջակցել Ուկրաինային ու ուղարկել Ուկրաինան խաղաղապահ ուժեր։ Ուրեմն ամբողջ Եվրոպան աջակցում է Ուկրաինային։ Ավստրալիան, Ճապոնիան, Կանադան, ես հիմա չեմ թվարկի բոլոր այն 50 դաշնակից երկրներ Ուկրաինայի, ովքեր աջակցում են, բայց դրանց միջից կան երկրներ, ովքեր պատրաստ են ուղարկել խաղաղապահներ, զորքեր Ուկրաինա։ Ու ասում են, մենք չենք նայի ինչա ուզում Ռուսաստանը։ Դա սուվերեն իրավունքն է Ուկրաինային։ Ու հիմա ստեղծվում է կոալիցիան այս ուզողների, ցանկացողների աջակցել։ Ու հենց այսօր գագաթնաժողովը պետք է անցնի Ֆրանսիայում։ Բավական մեծ թվով երկրներ կհավաքվեն ու շատ կարևոր հայտարարություն արեց
Իսպանիայի վարչապետը։ Ինքը ասեց, Եվրոպան պետք է ստեղծի եվրոպական բանակ։ Ես ինչու այս անցուդարձից Ռուսաստան, Ուկրաինա, Միացյալ Նահանգները, Ռուսաստան, Միացյալ Նահանգները, Ուկրաինա, քանի որ ստեղ է էփվում, ձևավորվում մոտ ժամանակվա միջազգային խաղի կանոնների նոր տարերը։ Տեսակ Միացյալ Նահանգների նախագահան ինչ է ասում։ Ինքը ասում է, դե մենք պետք է լսենք Ռուսաստանին։ Ռուսաստանը ինչ է ասում։ Այդ 4 շրջանները պետք է ինձ մնա։ Միացյալ Նահանգների բանագնացը կարևորագույն դեմքը Ուիտկոֆը ինչ է ասում։ Ինքը ասում է, դե գիտեք ինչ է։ Քանի որ այդ շրջաներում շատ են ռուսները ապրում, ուրեմն կարող է մենք հարգենք Ռուսաստանի պահանջները ու ինչ որ դատողություններ է անում։ Ուրեմն հիմա ձևավորվում է նոր աշխարհակարգի տարերը։ Ամբողջ պարզը ՄԱԿ-ի այդ կառուցված 50 տարվա, 60, 70 տարվա այդ կառուցվածքը անվտանգային եւ այլ չեմ կարծում որ կփլուզվի, բայց որ փոփոխություններ կկատարվեն միանշանակ, քանի որ ադմինիստրացիան Տրամպի ոչ մի բան չի բացառում։ Տրամպի ադմինիստրացիան չի ասում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը եւ վերջ։ Ոստեղ կարող են լինել շարժեր, որոնք մեզ էլ կհուզեն մեր հարցին վերաբերվում են։ Առանց մեզ ես կասկած չունեմ, որ մոտ ժամանակներս Միացյալ Նահանգները կարող են ասել, որ Արցախահայությունը իրավունք ունի վերադառնալ, Ադրբեջանը պարտավոր է իրանց ընդունել ու մենք ուղարկում ենք մեր խաղաղապահներ։ Ես ոչ մի բան չեմ բացառում։ Քանի որ ամերիկացիք ասում են հայերը, քրիստոնյաները Ադրբեջանում հալածվում էին։ Իրանք իրավունք ունեն իրանց հայրենիք վերադառնալ։ Ինչը նույնատիպ բաներ ասվեց Ուկրաինա-ռուսական կոնտեքստում Թրամփի գլխավոր դեմքերի կողմից։ Ուրեմն մենք պետք է պատրաստ լինենք։ Հարցը նրանում չի, մենք ողջունում ենք այդ հայտարարությունները, համաձայն ենք, համաձայն չենք։ Հիմա դա առանձին հարց է։ Հարցը գնում է նրա մասին, որ ամենահզոր երկիրը աշխարհի այս խաղի կանոնների մասին խոսում է ու ես կասեի այդպես փորձում է վերաձևել այդ խաղի կանոնները, միջազգային խաղի կանոնները։ Ես պետք է ձեզ ասեմ, միջև անցնեն հայկական թեմաների շատ կարևոր Հայաստանի հետ կապված զարգացումներ կան, փայլուն, հիմա միջև դրան անցնելը, նաև դրական օրինակներ բերելը, պետք է ասեմ, որ ձեզ շատ եմ շնորհակալ, որ դուք բաժանորդագրվում եք, լայքում եք, կիսվում եք, դու գիտեք, մենք գրեթե հասանք 65,000 բաժանորդագրված մարդկանց թվին։ Խնդրում եմ ձեզ, քիչ մնաց այնտեղ 200 մարդ կբաժանորդագրվի, մենք կմտնենք 65,000-ի մեջ, 65,000 մարդ բաժանորդագրված կլինի մեր YouTube-յան ալիքին։ Բացի դրանից ես միշտ շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, ովքեր աջակցում են մեր ալիքին, Մարիան Վանեցյան, Վարուժան Դերոնյան, Արաքս Դերհովանեսյան, Գրեգ Կաչիկյան, Ալվարդ Արությունյան, Արմեն Վարդապետյան, Քրիստինա Կալիֆորնիա, Եվգենիա Չակարյան եւ մյուսներին բարբերաբար եւ անունները ձեզ տալիս եմ ակտիվ մասնակցողների մեր YouTube-յան ալիքում։ Հիմա շատ կարևոր բանակցություններ են գնում այս օրերին Երևանում միջ կառավարական նիստ է գնում, բանակցություններ են գնում, միջ կառավարական նիստ Հայաստան Թուրքմենստան։ Բարձր մենք ունենք մեկ հարց, որի շուրջ միշտ էլ աշխատում էինք Թուրքմենստանի հետ, այդ գազն է։ Հիշում եք, երբ որ 90-ական թվերին մենք առնում էինք Թուրքմենստանի գազը, Ռուսաստանով, Վրաստանով այդ գազը մտնում էր Հայաստան։ Հիմա Հայաստանը վերաթարմացնում է այն համագործակցությունը, բայց ինչն է կարևոր։ Հիմա քննարկվում է այլ ձևով ստանալու մեխանիզմ Թուրքմենստանի գազի ստանալու մեխանիզմ, այլ ճանապարհով։ Հիմա մեր կառավարությունը բանակցում է Թուրքմենստանի հետ, որ
Թուրքմենստանը իր գազը Իրանով մատակարարի Հայաստանը։ Այդ համակարգը կոչվում է SWOP, երբ որ Թուրքմենստանը ինչ որ քանակությամբ գազ, որի համար Հայաստանը կվաճառի, կմուծի փողեր, կառնի Թուրքմենստանից, այդ քանակությամբ գազը, որը կառնի Հայաստանը Թուրքմենստանից, Թուրքմենստանը կտա Իրանին այդ գազը, Իրանն էլ իր գազից մեզ կտա Իրան-Հայաստան գազամուղով իր գազը։ Կոպիտ ասած մենք կառնենք Թուրքմենստանի գազը SWOP-ով Իրանի միջոցով։ Հիմա գնում են բանակցություններ, գնի հարցն է քննարկվում, նաև ստեղ կան հեռանկարներ այդ գազը հետո մատակարարել Թուրքմենստանի Հայաստանից դեպի Վրաստան։ Հիմա այդ շատ կարևոր նորություն է, մեր կառավարությունը փորձում է դիվերսիֆիկացնել գազի մատակարարումը Հայաստան։ Տարբեր խաղացողներից ուզում է առնել գազը։ Շատ կարևոր քաղաքականություն է, ինչը ողջունում ենք։ Ինչի ես այս օրինակը բերում եմ, քանի որ ես տեսնում եմ այն ուժերը պրոռուսական, որոնք ուզում են, որ Հայաստանը աշխարհի հետ չաշխատի, կպած լինի մենակ Ռուսաստանին, իրենք տպավորություն եմ ստեղծում, որ ոչ մի բան չի արվում, այսինչ վատ կառավարություն է եւ այլ եւ այլ։ Այդ օրինակները ձեզ բերում են, որ պրոցեսներ, լուրջ պրոցեսներ գնում են։ Մենք էլ ասելիք ունենք կառավարությանը, բայց պրոցեսները գնում է, Հայաստանը դիվերսիֆիկացիա անում է, ինչը մենք միանշանակ ողջունում ենք։ Մյուսը, դուք գիտեք, որ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում երեք ելույթ ունեցավ, մի շարք հարցերին պատասխանեց պատգամավորների, նաև այդ թվում ասեց, որ Հայաստանը քայլ առ քայլ վերցնում է վերահսկողությունը սահմանների իր ձեռքը։ Ողջունում եմ միանշանակ, քանի որ ցանկացած պետություն ինքը իր սահմանները պետք է վերահսկի։ Զվարթնոց օդանավակայանի պատմությունը դուք գիտեք, հիմա միայն մեր սահմանապաններն են, ագարակ անցակետը Իրանի հետ հիմա միայն մենք ենք վերահսկում, ես չեմ խոսում ամբողջ սահմանի մասին Իրանի հետ, ի վերջո այնտեղ պետք է կանգնեն միայն հայ սահմանապաններ, բայց ինքը կոնկրետ անցակետը անցած տարվանից վերահսկում է միայն մեր սահմանապանները, ինչը շատ կարևոր է, Նիկոլ Փաշինյանը դրա մասին ասեց, եւ նաեւ Մարգարա։ Դուք գիտեք, ժամանակավորապես բացվեց Մարգարան, այդ հումանիտար բերը, որ մենք Սիրիա ուղարկեցինք Թուրքիայի միջոցով, Թուրքիան համաձայնվեց բացել սահմանը, ժամանակավորապես այնտեղ էլ հիմա սպասարկումը անում են միայն հայ սահմանապանները։ Այդ անչափ կարևոր process է, շատերը մտածում են, որ այդպես հեշտ է այդ ամեն ինչը, Ռուսաստանը շատ ցավոտ է ընդունում, որ Հայաստանը կամաց իր սուվերենությունը իր սահմանների վրա վերականգնում է ու ուժեղանում է։ Կայացավ հեռախոսազրույց Նիկոլ Փաշինյան, Մարկո Ռուբիո։ Գիտեք, ես ի սկզբանե ուզում եմ ասել, միայն այն փաստը, որ դա կայացավ, այդ հեռախոսազրույցը շատ ու շատ բանի մասին է խոսում։ Նույնիսկ եթե չմտնենք բովանդակության մեջ, ինչի մասին էին խոսում։ Քանի որ Մարկո Ռուբիոն ամենահզոր աշխարհի երկրների արտգործնախարարն է, պետքարտուղարն է։ Ինքը փաստը շատ բանի մասին խոսում է։ Խոսում է նրա մասին, որ կոնտակտ կա Միացյալ Նահանգների նոր ադմինիստրացիայի հետ։ Մարկո Ռուբիոն ասեց մեր ռազմավարական հարաբերությունների մասին, դրա մասին նաև ասեց Նիկոլ Փաշինյանը, ուրեմն նոր ադմինիստրացիան ընդունում են այն պայմանագիրը, որը ստորագրվեց այս տարվա հունվարի 14-ին Բայդենի ադմինիստրացիայի հետ։ Կարևոր է դա։ Կարևոր է դա հասկանալ, ավելին մեր կառավարությունը հաղորդագրություն տվեց եւ պետդեպարտամենտը հաղորդագրությունները գրեթե համընկնում են եւ պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ նշվում է ստրատեգիկ համագործակցությունը Հայաստան Միացյալ Նահանգները եւ մեր երկրորդը երկուսում էլ մեծ տեղ է տրվում այդ խաղաղության պայմանագրի հետ կապված առաջընթացը, որ տեքստը համաձայնեցված է, հիմա պետք է ստորագրենք
Բայց ամերիկյան տեքստում նաև կա մեկ լրացուցիչ նախադասություն, որ Մարկո Ռուբիոն եւ Նիկոլ Փաշինյանը հատուկ նշեցին, որ պետք է բացառել էսկալացիան մեր սահմաններում Ադրբեջանի հետ։ Պետք է բացառել։ Դա անընդունելի է։ Այդ մեսեջը ուղղված է Ադրբեջանին։ Ինձ հավատացեք, Ադրբեջանում շատ լավ հասկանում են ինչ է նշանակում այդ մեսեջը։ Իմիջիայլոց Նիկոլ Փաշինյանը Պարլամենտում երեք ազգային ժողովում նորից նշեց, որ Միացյալ Նահանգների նոր ադմինիստրացիայի հետ գնում է աշխատանք հենց ռազմավարական այդ պայմանագրի շրջանակներում, այդ օրակարգի շրջանակներում։ Ուրեմն միանշանակ ողջունում ենք, որ դա շարունակվում է, որ մերոնք հասկանում են, որ դա պետք է ուժեղացնել համագործակցությունը հենց Միացյալ Նահանգների հետ, հենց այդ ռազմավարական նշանակություն ունեցող փաստաթղթի շրջանակներում։ Իդեպ ասեմ դες շատ հետաքրքիր էր, որ անմիջապես հետո այդ հերախոսազրույցից հետո Մարկո Ռուբիոն ընդունեց Թուրքիայի արտգործնախարարին։ Պարզ է, Թուրքիայի արտգործնախարարի հետ պարզ է դա, իրանք ունեն լայն օրակարգ, քանի որ այնտեղ կան սանկցիաներ դրված Միացյալ Նահանգների կողմից Թուրքիայի դեմ ուղղված F-16-ը, F-35-ը այդ ծրագրերից հանեցին Թուրքիային։ Դուք գիտեք դրա մասին, բոլորս մենք գիտենք։ Բացի դրանից Սիրիայի հարցը, դոս օրակարգը բավական մեծ է, բայց դուք գիտեք, որ գլխավոր թերթերը Թուրքիայի գրեցին, որ գրեթե գլխավոր հարցը քննարկող եղել է հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցը, հայ-ադրբեջանական այդ խաղաղության պայմանագրի հարցը։ Դες Միացյալ Նահանգները շարունակում են այս հարցով նույն քաղաքականությունը Բայդենի ադմինիստրացիային խրախոսել, ճնշել Թուրքիային, որ սահմանը բացի, ճնշել Թուրքիային, որ ճնշի Ադրբեջանին, որ խաղաղության պայմանագիրը ստորագրի։ Լավ նորություն է մեզ համար։ Իրոք շատ ու շատ մարդիկ ունեին մտավախություն, նաև ես ունեի մտավախություն, որ կարող է ուշադրությունը Տրամպի ադմինիստրացիայի ուշ գա Հարավային Կովկաս։ Ես օրինակ կասկած չունեի, որ Տրամպի ադմինիստրացիան կաշխատի Հարավային Կովկասի հետ։ Ունեն ստեղ շահեր, նաև շահեր կապված Հայաստանի հետ, նաև այդ թվում։ Բայց ես մտավախություն ունեի մի քիչ ավելի ուշ կգա։ Կային մարդիկ Հայաստանում, ովքեր ասում են վերջ, գնանք նորից վերադառնանք Ռուսաստան, այդ պանիկյորները, խուճապի մեջ ընկնողները։ Մենք զգուշացրել ենք, Միացյալ Նահանգները չեն կարող Հարավային Կովկասը անտեսել։ Ու բարեբախտաբար չանտեսեցին ու արագ վերադառնում են Հարավային Կովկաս։ Ես ավելին ձեզ ասեմ, եթե դուք համեմատեք քանակը հերախոսազրույցների Ամերիկայի առաջի դեմքի կամ հանդիպումները Ամերիկայի առաջի երկրորդ դեմքերի, Հայաստանի առաջի երկրորդ դեմքերի, դուք տեսնեք ինչ է կատարվում։ Տրամպը ունեցել է հերախոսազրույց Փաշինյանի հետ։ Տրամպը հանդիպել է Փարիզում Փաշինյանի հետ։ Փոխնախագահ Վենսը երկու անգամ հանդիպել է Փաշինյանի հետ։ Իրար հետևից վերջի մի շաբաթվա մեջ հայտարարություններ արել են հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցով։ Օլցը, գլխավոր խորհրդականը Տրամպի, Մարկո Ռուբիոն ունեցել է հեռախոսազրույց Նիկոլ Փաշինյանի հետ։ Հիշում եք բանագնացը Միացյալ Նահանգների հայտարարությունները իր Ուիտկոֆի կապված հայ-ադրբեջանական հարաբերությունների։ Օլցը հիշում եք ինչ ասեց, Ադրբեջանը պարտավոր է անհապաղ վերադարձնել գերի ընկած պատանդ ընկած հայերի Բաքվից։ Լուի Բոնո արեց հայտարարություն խաղաղության պայմանագրի հետ կապված, կոչ արեց Ադրբեջանին ինչքան կարելի է շուտ ստորագրել, չձգձգել։ Տեսակ ինչ կենտրոնացում է գնում Միացյալ Նահանգների նոր ադմինիստրացիայի հայկական հարցերի ու առաջի հերթին հայ-ադրբեջանական այդ խաղաղության process-ի հետ կապված։ Ու համեմատեք
Տրամպը ունեցել է մեկ հեռախոսազրույց Ալիևի հետ ու վերջ։ Ու Իթկոֆին ուղարկեցին Բաքու Մոսկվայից, գաղտնիք չի ինչի համար, ասեցին ախպեր պետք է ստորագրես փաստաթուղթը։ Ու վերջ։ Համեմատենք Վրաստանի հետ, դուք գիտեք Վրաստանի հետ դեռ ոչ մի կապ չի ունեցել, ոչ Տրամպը, ոչ Մարկո Ռուբիոն, ոչ այլ պաշտոնյաներ։ Մեր շահը, որ ակտիվ լինեն Հարավային Կովկասում ամերիկացիք, բայց մենք տեսնում ենք իրանք հենց ակտիվ են հայկական հարցերի կոնտեքստով, հայ-ադրբեջանական բանակցային process-ի կոնտեքստով, հայ-թուրքական սահմանի բացման կոնտեքստով, հայերի գերեընկած Ադրբեջանում, բանտերում անհապաղ ազատման կոնտեքստում, արցախայության իրավունքների կոնտեքստում, որ արցախայությունը իրավունք ունի վերականգնել իր իրավունքը վերադառնալ Արցախ։ Ինչ եմ ուզում ասել, այդ կարևոր process-ը պարզ է ստեղ մեծ ջանքեր են գործադրում հենց Ամերիկայի մեր հայրենակիցները Ամերիկայում ապրող մեր սփյուռքայության կազմակերպությունները, լոբիստական կազմակերպությունները, հենակություն ունեցող բարձր մարդիկ, բայց նաև Հայաստանի փորձագետների եւ կառավարության ստեղ նույն ակնհայտ ջանքեր կան։ Ես պետք է ասեմ, որ Արարատ Միրզոյանը, որը Բրազիլիայում է գտնվում, պաշտոնական այցով, ես հիմա բոլոր իր այցելությունների հանդիպումների մասին չեմ խոսալու, բայց դուք գիտեք, որ ինքը հրավերը փոխանցեց Բրազիլիայի նախագահին Նիկոլ Փաշինյանի կողմից, որ մեր կառավարությունը հրավիրում է Լուլա դե Սիլվային, Բրազիլիայի նախագահին Հայաստան, դա շատ լավ կլինի, եթե ինքը համաձայնվի, դա ես դիտում եմ ինչ կոնտեքստով, դիվերսիֆիկացիա մեր արտաքին քաղաքականության ոլորտում, դիվերսիֆիկացիա, ու դա պետք է արվի հետևողական, Հնդկաստանի հետ ենք աշխատում, արաբական աշխարհի հետ ենք աշխատում, լատինաամերիկյան, ասիական երկրների, դա պետք է շարունակենք թափով։ Ու Բրազիլիայում իմիջիալոց եւ ինտերվյուներ տվեց Արարատ Միրզոյանը, եւ այդ ինտերվյուներում մանրամասն ներկայացրեց Հայաստանի դիրքորոշումը, մանրամասն, որ մենք պատրաստ ենք խաղաղության, շատ կարեւոր է, որ Բրազիլիայում ինքը ասեց, որ այո, կարող է տապալվել այդ խաղաղության այդ գնացող process-ը, ինքը ասեց, ցավով կարող է խափանվել հենց Ադրբեջանի դեստրուկտիվ պահվածքի պատճառով։ Էդ էլ շատ կարևոր է ասել, գիտեք, միայն դրական ասել այդ բանակցային process-ից, որոնք պարունակում են առանձին դրական տարեր, մենք չենք վիճում կառավարության հետ, բայց միայն դրական ասել շատ վտանգավոր է, վաղը կասեք, դուք մեզ ասել եք, որ ամեն ինչ լավ է։ Ուստեղ կարևոր է, որ Արարատ Միրզոյանը Բրազիլիայում հստակ ասեց, որ եթե տապալվի այդ process-ը, որը կարևոր process է խաղաղության համար Հարավային Կովկասում, դա կլինի Ադրբեջանի պատճառով։ Պետք է ասեմ, որ նորից կրկնում եմ, այդ դիվերսիֆիկացիան անչափ կարևոր է Հայաստանի համար, արտաքին հարաբերությունների հարցերով։ Հիշում եք, ես ձեզ ասել եմ հանդիպման ժամանակ պարոն Ռասմուսյանի հետ, ես էլ պատիվ ունեցել եմ իր հետ հանդիպել, երբ որ ինքը Երևանում էր, նախկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար պարոն Ռասմուսյանի հետ հանդիպման ժամանակ ես հիշում եմ այդ հարցերը մենք տալիս էինք փորձագետներս իրան, ինքը պատասխանեց, որ պարզ է, որ պետք է ակտիվացնենք մեր արտաքին հարաբերությունները, պարզ է, որ պետք է դիվերսիֆիկացիան ակտիվ անենք, պարզ է, քանի որ ինչքան շատ երկրների հետ դու աշխատում ես, այդքան քո ճանաչելիությունը բարձր կլինի, այդքան դժվար կլինի քո վրա հարձակվել, այդքան դժվար կլինի ստեր քո մասին տարածել։ Այդ ես եմ գումարում, բայց Ռասմուսյանը ես հիշում եմ շատ դիպուկ պատասխան տվեց, որ այո, դիվերսիֆիկացիան ճիշտ ճանապարհ է։ Բայց ես միշտ ասում եմ, դիվերսիֆիկացիա անում ես կառավարություն, միանշանակ ողջունում է։ Բայց գլխավոր ուղղությունը ո՞րն է։ Գլխավոր մեր տեղը ո՞րն է։ Ու երեք ազգային ժողովը կատարեց այդ որոշումը։ Ազգային ժողովը քվեարկեց իօքուտ նրա, որ Հայաստանը պետք է գնա ինտեգրվի Եվրամիության հետ։ Ճանապարհը երկար է։ Շատ աշխատանք մենք բոլորս պետք է անենք, եւ կառավարությունը, եւ հասարակությունը, եւ մենք փորձագետներս, բայց ուղին բռնած է։ Հայաստանը դիվերսիֆիկացիա անում է,
աշխարհի իր արտաքին հարաբերությունները, բայց գլխավոր իր դաշնակիցները ման է գալիս եվրոինտեգրացիայի մեջ ողջունում եմ։ Իդեպ ասեմ ձեզ ոնց են քվեարկե։ Քախ պայմանագիրը ամբողջ ֆրակցիան քվեարկեց 64 կողմով դեմ այն պատիվ ունեմ խմբակցությունը 7 ձայն ունի 7 մանդատ դեմ քվեարկեցին Հայաստան դաշինքը իրանք չմասնակցեցին նորից պրո-ռուսական ընդդիմությունը երկու ֆրակցիաները կամ դեն կամ խուսափեցին պատասխանատվությունից խուսափեցին փաստորեն իրանք շարունակում են այն գործը որը Լենինը Աթաթյուրքի հետ սկսեց օտարելով Հայաստանից տարածքներ ու հիմա շարունակում է Պուտինը Ալիևի հետ Պուտինը Ալիևի հետ շարունակում են օտարումը հայ ժողովրդից հայրենիքի մասերից օտարումը շարունակում են ու ուզում են ծնկի բերեն Հայաստանը չի ստացվի ազգային ժողովը քաղաքապայմանագրի մեծամասնությունը հստակ ասեց մեր տեղը Եվրոպան է այնտեղ են մեր դաշնակիցները ու զուգահեռ մենք դիվերսիֆիկացնում ենք մեր արտաքին հարաբերությունները մենք դիվերսիֆիկացնում ենք մեր էներգետիկան միանշանակ ողջունում եմ այդ որոշումը ես ավարտեցի իմ այսօրվա ելույթը շարունակում ենք մեր ակտիվ աշխատանքը Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի շրջանակներում